Մի քիչ ձեզ զբաղեցնեմ, սիրելի հայրենակիցներ, հիշում եք, տենց մի տեսանյութ կա, ես էլ դա հրապարակել եմ, որ Մանվել Գրիգորյանը, գեներալ Մանվելը միտեղ ասում է, ասա թագուհի, ասա մեկը պետք է մի մուտիտ անես, ներողություն եմ խնդրում այս մեջբերման համար, եւ մի տեսանյութ եմ տեսնում համացանցում, որտեղ որ փորձում են ներկայացնել մի իրավիճակ, որտեղ ինձ սպասարկող Շարասյունը անընդհատ մեջն էլ տենց հատուկ շեշտելով Ալեն Սիմոնյանի ազգային ժողովի նախագահի Շարասյունը, որպեսզի իմ հետ մաքսիմալ կապեն եւ մաքսիմալ բան լինի, հա, դիտարժան լինի, թեպետ ես մեքենայի մեջ չեմ եղել եւ Շարասյունը բաղկացած է եղել ինձ սպասարկող մեկ մեքենայից եւ նրա հետևից հետևող ՊՊՑ մեքենայից, իբր թե այդ մեքենաները ինչ որ վթարային իրավիճակ են ստեղծել Ժողովուրդ օրաթերթի ոմն աշխատակցի նկատմամբ։ Ինչ է պարզվում, ինձ սպասարկող մեքենաները ակետից բկեց տեղաշարժվելու ժամանակ առնչվում են մի իրավիճակի հետ, երբ իրենց առջևում գտնվող մի մեքենա տեսնելով ինձ սպասարկող մեքենան, սկսում է իրեն անկանոն պահել, սկսում է սահմանափակել եւ այն խնդրանքներին, պահանջներին, որը որ օրենքով սահմանված կերպով ամրագրված է, որ ճանապարհ են ուզում, սկսում է չենթարկվել ամեն ձև խոչընդոտելով մեքենաների ընթացքը, երբ իդեպ թունելում որևիցե բան չի լինում եւ երբ թունելից դուրս են գալիս, նորից երկու մեքենա հետ, մեկ մեքենա հետ գտնվող երթևեկող ՊՊՑ աշխատակիցները պահանջում են ճանապարհ, որպեսզի կարողանան վազանց կատարել։ Եվ երբ արդեն ակնհայտ է դառնում, որ դիմացի մեքենան իրեն ագրեսիվ է պահում, մեքենաներից մեկը, այդ ՊՊՑ-ի մեքենան գալիս է եւ փակում է այդ մեքենան, որպեսզի ինձ սպասարկող ՄՎ մեքենան կարողանա շարունակել իր ընթացքը։ Այս ամբողջը ներկայացվում է բնական է այլ ձևով եւ ամենահետաքրքիր հարցը այն է, արդյոք ինչն էր պատճառը, որ սենց բան է եղել, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ առնչվում են նման բանի հետ հաճախ ամենուրեք եւ հեղափոխության արժեքները սրանք էին եւ այլը եւ այլը եւ այլը։ Ինչու հենց այդ քաղաքացու հետ եղավ։ Կարող եք գուշակել։ Որովհետեւ այն քաղաքացին, որը որ սիրով տրամադրել էր այդ տեսանյութը Ժողովուրդ օրաթերթին եւ տեսնելով, որ իմ Շարասյունն է, այսպես ասած, երկու մեքենայից բաղկացած գալիս, դա ոչ այլ ոք է, քան Թագուհի Թովմասյանի հարազատ եղբայրը Պետրոս Թովմասյանը 99 mm 505 շատ աչքի չընկնող համարներով։ Ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ, որ Թագուհի Թովմասյանը, Սոնան, Քնարը, որոնք որ լրատվական դաշտում մեղմ ասած մի քիչ վատ իրավիճակում են գտնվում այն պատմությունից հետո, երբ իրենց SMS-ով պատվիրում էին հոդված գրեն եւ այն ես պետք է ասեմ այդ բառը լկտի պահվածքից հետո, որը իրենք ցուցաբերեցին իմ 70 տարեկան մոր նկատմամբ նրան հետապնդելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության շենքով, որպիսի ոչ թե հարց տան, այլ որպիսի սադրեն որևիցե գործողության, այդ այսպես ասած եւս մի ոչ լրատվական եռագլուխը հանգստանա, հանգիստ նստի տեղը։ Որևիցե մեկին, որևիցե քաղաքացու, որևիցե քաղաքական գործչի, ձեր արած գործ այլևս հետաքրքիր չի։ Դուք վարկաբեկված լրատվամիջոց եք SMS-ով, լրատվամիջոց եք, դուք որևիցե բան չեք կարող փոխել իրականության մեջ։ Ես ձեզ ասել եմ, դուք գերագնահատում եք ձեր գործունեությունը։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։